Բարի երեկո, խոսքի իրավունքն է հայկական երկրորդ հեռուստալիքի եթերում եւ այս անգամ ոչ 4 ստուդիայից, այլ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից իմ զրուցակիցն է գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյանը։ Բարև ձեզ, պարոն Հովսեփյան, շնորհակալություն, որ ընդունել եք մեզ եւ պատրաստվում եք պատասխանել մեր հարցերին։ Եվ այսպես առաջին հարցս. Նուբարաշենք հրակատարողական հիմնարկից 2 ցմահ դատապարտյալների փախուստի դեպքի առթիվ հիմնարկի 6 աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական անփութության համար։ Հայտնաբերվեցին նաեւ ցմահ դատապարտվածները։ Հնարավոր է, որ աշխատակիցների համար սահմանված պատիժը ավելի խիստ լինի, քան պետք է լիներ, քանի որ փախուստի դիմացները առաջին անգամը չէ, որ սխալվում են։ Դուք ճիշտ եք, որովհետև դեռևս 2004 թվականի դեկտեմբերին նույն անձիկ, որոնք ցմահ դատապարտվել են դիտավորյալ սպանություն կատարելու համար եւ գտնվել էին Գորիսի քրեակատարողական հիմնարկում, փախուստ իրականացրեցին Գորիսի բանտից ցմահ դատապարտվածների համար նախատեսված խոցից եւ Փառք Աստծո հայտնաբերվեցին շուրջ 10 օր հետո հայտնաբերվեցին եւ նորից նրանք տեղափոխվեցին քրեակատարողական հիմնարկ։ Այն ժամանակ նույնպես հարուցվեց քրեական գործ այդ փախուստի փաստով եւ քրեակատարողական հիմնարկի 3 աշխատակիցներ դատապարտվեցին, որոնց անփութության հետևանքով հնարավոր էր դարձել այդ փախուստի իրականացումը։ Այն ժամանակ դատապարտվեցին անձիկ անփութության համար տուգանքների։ Եվ այս դեպքը ցույց տվեց, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, որոնք պատասխանատու են ուղղակի այդ ռեժիմի ապահովման համար, ցմահ դատապարտվածների առավել մեկուսացումը ապահովելու համար, բարեխղճորեն չեն կատարել իրենց ծառայական պարտականությունները։ Ինչի հետևանքով հնարավոր դարձավ նաև փախուստ այդ նույն անձանց արդեն Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից։ Այստեղ մենք գործ ունենք, այսպես ասեմ, անփութության մի շղթայի հետ, ոչ թե լոկալ ինչ-որ անձի կողմից, պաշտոնատար անձի կողմից անփութության դրսևորման հետ, այլ անփութության դրսևորումների մի շղթայի հետ, որը սկսում է հսկիչից եւ մինչեւ, ասենք, այն պատասխանատու պաշտոնյաները, որոնց անմիջական պարտականությունների մեջ էր մտնում ռեժիմի ապահովումը։ Եվ այսօր այդ անձանց շրջանակը, ինչպես հիմնավորվել է քրեական գործի նյութերով, 6-ն է, որոնց մեղադրանքներ են առաջադրվել անփութության մեջ, ինչը ծանր հետևանքներ է առաջացրել։ Ծանր հետևանքը մենք դիտում ենք այն հանգամանքը, որ որակյալ դիտավորյալ հանցագործություն կատարած, սպանություն կատարած անձանց, որոնք դատապարտվել են ցմահ բանտարկության, հնարավոր է եղել քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմել եւ գտնվել են ազատության մեջ, իհարկե հետևանքները շատ ավելի ծանր կարող են լինել։ Ինչից էր, որ մենք անհանգստություն ունեինք։ Փառք Աստծո, որ մեր մտահոգությունները, ինչի մասին մենք մտածում էինք, իրականություն չդարձան։ Մենք ավելի վատ, այսպես, հետևանքներ էինք կանխատեսում, որովհետև արդեն իսկ մի անգամ փախուստի դիմաց եւ բռնված անձիկ ավելի փորձառու պետք է լինեին ազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում, թե թաքնվելու առումով, թե խուսափելու պատիժը կրելուց։
եւ պատկերացրեք ցմահ դատապարտվածների համար, եւ եթե ազատության մեջ գտնվելով կատարեին մի քանի նույնիսկ առանձնապես ծանր հանցագործություններ, միևնույն է օրենքը ցմահ ազատազրկումից այն կողմ ոչինչ չի նախատեսում։ Փախուստ բանտից երևույթը սովորաբար ավելի խստացնում է կալանավորի պատիժը, կամ մի պատիժ էլ է ավելանում նախորդին։ Այ կոնկրետ դեպքում մենք գործ ունենք պատժի առավելագույն չափի հետ։ Ինչ է արվում նման դեպքում, կոնկրետ այս դեպքում ինչ կարվի։ Օրենսդրությամբ ցմահ դատապարտվածների նկատմամբ, եթե նրանք արդեն կրել են պատժի մի մասը, մասնավորապես 20 տարի, կարող են նրանց նկատմամբ ներում շնորհվել։ Այս դեպքում իհարկե փախուստի դիմաց անձանց նկատմամբ, ասենք, նման արտոնություններ չի կիրառվի եւ բազում արտոնություններ, որ նրանք կարող են ունենալ իրենց պատիժը կրելու ընթացքում։ Դրանից իրենք կզրկվեն, բայց ցմահ ազատազրկումից այն կողմ մենք ոչինչ բնականաբար չունենք որպես պատժաչափ։ Ասեմ, որ այս դեպքում բարեբախտաբար շատ համագործակցված աշխատեցին քրեակատարողական հիմնարկների վարչությունը, ազգային անվտանգությունը, ոստիկանությունը։ Սա համագործակցված աշխատանքի մի դրական օրինակ էր, որի շնորհիվ հնարավոր դարձավ այդ երկու անձանց հայտնաբերումը եւ ձերբակալությունը։ Այժմ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, մի շարք վարկածներով իրականացվում է նախաքննություն, վարկածներ կապված թե քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների հետ, թե օժանդակություն ցույց տված անձանց հայտնաբերման, մեղադրանքի առաջադրման, թե փախուստի ընթացքում ազատության մեջ գտնված ժամանակահատվածում նրանց պարտակման փաստերի հետ։ Ես ավելի քան հույս ունեմ, որ այդ անձիկ բոլորը կբացահայտվեն նախաքննություն իրականացնող մարմնի կողմից եւ նրանց համապատասխան մեղադրանքներ կառաջադրվեն։ Քրեական օրենսգրքում, պարոն Հովսեփյան, չկա փոփոխությունների կատարման կարիք նաեւ այս մասով։ Եթե կա ինչ-որ նոր բաներ փոփոխությունների համար առաջարկվում են, ես գիտեմ նաեւ հանրային քննարկման առարկա կա այս թեմայի շրջանակում։ Դեք մեր քրեական օրենսգրքում ազատազրկումը որպես պատժամիջոց եւ ազատազրկման առավելագույն չափը նախատեսված է 15 տարի։ 15 տարի եւ ցմահ ազատազրկում։ Պատկերացրեք, ճեղքվածքը շատ մեծ է։ Եվրոպական բոլոր գրեթե երկրներում, Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում ազատազրկման առավելագույն չափը 20-25 տարի է, որից հետո տրամաբանությանը մոտ է, որ ասենք, եթե անձը դատապարտվել է կամ 20 տարվա, կամ 18 տարվա առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, կամ ցմահ է դատապարտվել, տարբերությունը քչանում է եւ շատ տրամաբանական է ու հասկանալի։ Համար անհասկանալի ու մի շարք ինստիտուտներ քրեական օրենսդրությունում նախատեսված, ինչպես նաեւ քրեակատարողական օրենսդրության մեջ, դրանց կիրառումը երբեմն դառնում է անհնար հենց այս պատճառով։ Դատախազությունը արդեն իսկ մշակել է օրենքի նախագիծ, քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին եւ այդ նախագիծը այս հարցադրումներով շրջանառության մեջ է դրվել։ Հույսով եմ, որ մեր քրեական օրենսդրությունը այս առումով փոփոխությունների կենթարկվի։